Լորի մեր համայնքի Սվերդլով բնակավայրի սիրելի բնակիչներ ողջունում եմ բոլորին։ Ողջուն, որովհետև այնքան տպավորիչ էր դիմավորումը Ժողովուրդ ջան, խառնվել եմ իրար հեծանիվներով, ձիերով, բոլոր հնարավոր տարբերակներով եւ երեխեք ջան, տղերք, շնորհակալ եմ, ձիավոր եղբայր, շնորհակալ եմ շատ, հեծանվորդ եղբայրներ, շնորհակալ եմ շատ, շատ բարձր եմ գնահատում եւ այս գեղատեսիլ էլ չեմ ասում ձեր բնաշխարհը ընդհանրապես շփոթեցնող է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես շատ հարուստ երկիր է, մենք այս ենք գլխի ընկել, ժողովուրդ, հասկանում եք, հետաքրքիրը որն է, որ ընդունված է եղել ասել, որ Հայաստանը աղքատ երկիր է, բայց իրականում Հայաստանը հարուստ երկիր է, հարուստ, ես այդ օրինակն եմ բերում, հիմա գիտեք, որ շատ լավ է, որ զբոսաշրջիկների հոսքերը մեծանում են Հայաստանում, մեծանում գնալով այս տարի հունվար ապրիլին զբոսաշրջիկների թիվը Հայաստանում նախորդ տարվա նկատմամբ հունվար ապրիլի 34% աճ ունեցել, դա խելագար մեծ թիվ է։ Եվ ես առիթները օգտագործում եմ զբոսաշրջիկների հետ խոսալիս սովորաբար, ուզում եմ ինձ հետաքրքիր է իրանց ինչն է հետաքրքիր Հայաստանում, ինչն է Հայաստանում իրանց ամենաշատը գրավում։ Ասում եմ դե ինչն է ձեզ հետաքրքիր, դե մտածում եմ կասեն Գառնին, Գեղարդը, Սևանը, Նորավանքը, Լորի Բերդը, մտածում եմ ինչ կասեն, ու դեպքերի 90%-ը զբոսաշրջիկները ասում են մեզ ամենաշատը տպավորում են մարդիկ, մեզ ամենաշատը տպավորում են մարդիկ, ու սա հասկանում եք շատ մեծ կապիտալ է եւ հարստություն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հարուստ է իր մարդկանցով, իր հյուրասիրությամբ, իրանց մարդկանց սրտաբացությամբ, ու դա մեծ կապիտալ է, բայց կարևորը գիտեք որն է, սա սրտի մխիթարանք չի, սա նաև նյութական արդյունք է բերում Հայաստանի Հանրապետության, որովհետև զբոսաշրջիկը երբ որ գնում է ուրիշ երկիր, ասում է անպայման գնա այդ երկիր, այնտեղ լավ մարդիկ են, լավ քեզ կդիմավորեն, կճանապարհեն, այդ զբոսաշրջիկները գալիս են, Հայաստանում փող են ծախսում, Հայաստանի պետական բյուջեն է հարստանում, Հայաստանի միջին եւ փոքր բիզնեսն է փող աշխատում եւ դրանով երկիրը զարգանում է, եւ այդ եմ ասում, եւ դրանով մենք հասկանում ենք, որ մենք աղքատ երկիր չենք, հարուստ երկիր ենք, ուրիշ բան, ընդունված էր մտածել, որ Հայաստանը դե էներգետիկ ռեսուրսներից աղքատ երկիր է, եւ տենց էր իրոք նախկինում, բայց հիմա Հայաստանը էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկիր է, ժողովուրդ ջան, ինչ է փոխվել, փոխվել է էներգետիկան, որովհետեւ հիմա աշխարհում զարգանում է արևային էներգիան, իսկ Հայաստանում Աստված արև տվելա չի խնայել, մեր հանրապետությունում կան բնակավայրեր, ժողովուրդ, որտեղ տարեկան 300 օրերից ավել արևային օր է, այսինքն այդ բնակավայրերում արևային էներգետիկայի զարգացման անսահմանափակ ռեսուրս կա, եւ մեր պետությունը ստացել է բացառիկ շանս էներգետիկ առումով լինի անկախ պետություն, հասկանում եք ինչ բաներ է փոխվում, փոխվել է մեկ ուրիշ նույն ոչ պակաս կարևոր բան, այս վերջերս ես արձանագրեցի եւ մեզ բոլորի շնորհավորեցի, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն է փոխվել եւ ու այդ միտքը ծառացավ այն ժամանակ, երբ որ Եվրամիության խորհրդի հանձնաժողովի նախագահը Հայաստան Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի ժամանակ մեկ էլ նախադասություն ասես նենց լնում է, չէ՞, մեկ էլ մեկը կողքից մի բան ասում եւ միտքը պայծառանում է, եկավ ասեց Հայաստանը նստած է, բառացի եմ թարգմանում, արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհի վրա, սա հարստություն է եւ ուրախությամբ եմ արձանագրում ժողովուրդ ջան, որ վերջին տարիներին Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է, որովհետև երկիրը ստացել է հասել է խաղաղության, երկիրը հասել է խաղաղության եւ խաղաղության հետ մենք
աշխարհի ծայրամասից վեր են կացվում աշխարհի կենտրոնի։ Ու սա իսկապես շատ կարևոր նորություն է։ Ժորժան, ես ճիշտն ասած ուրիշ բանի մասին է պլանավորում խոսալ, բայց այս ընթացքում մի շատ կարևոր տեղեկատվություն է հայտնվել մամուլում, լրատվամիջոցներում, եւ այդ տեղեկատվությունը ինձ թվում է ունի շրջադարձային նշանակություն։ Միջազգային եւ հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում, ընդ որում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված կալուգացի օլիգարխը ոչ ավել, ոչ պակաս անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Այսինքն, այն մարդը, ով եկել է եւ Հայաստանի քաղաքական process-ներին մասնակցում է, փաստորեն ՖՍԲ-ի գաղտնի աշխատակից է։ Եվ այդ փաստը հիմա հայտնվել է մամուլում եւ շրջանառվում է մամուլում եւ բոլոր հիմնավորումները լրատվամիջոցները բերում են։ Սա իրականորեն փոխում է կամ իրականում չի էլ փոխում մեր պատկերացումները, հաստատում է մեր պատկերացումները, որովհետեւ ես ընդամենը 2 օր առաջ ասում էի, որ այն մարդը, որը օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպը այլ կերպ, քան Լրտեսի գործելակերպ հնարավոր չի անվանել։ Այդ մարդիկ ջանք են գործադրում ամեն օր ջանք են գործադրում օրակարգ բերելու մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Իրանք սկսել են խոսալ 300,000, հիմա էլ հասել են 1 միլիոն ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Սա այլ կերպ, քան գործակալի Լրտեսի գործելակերպ ես չեմ կարող անվանել, որովհետև այդպիսի հարց Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ոչ մի անգամ գոյություն չի ունեցել, եւ ինչու են այդ մարդիկ միլիոններ ծախսում, որ այդ հարցը բերեն մտցնեն Հայաստանի քաղաքական օրակարգ, բայց մենք հնարավորություն ունենք դա թույլ չտալու, եւ դրա համար ես ասում եմ, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս իրար հետ պետք է համատեղենք ջանքերը, որպեսզի պատերազմի եռագլուխ կուսակցությունը, պատերազմի գործակալական կուսակցությունը չհաղթահարի ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը։ Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր միջազգային գործընկերներին, բայց կներեք, գործակալներին ուղարկելը այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ գործակալական ցանցեր ստեղծելու գործընկերային չի։ Այն որ գալուգացի օլիգարխը օտար երկրա հատուկ ծառայությունների գործակալ է, դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ նրա ստեղծած կուսակցությունն էլ գործակալական ցանց է եւ յուրաքանչյուր քաղաքացի, ով այսօր արդեն տեղեկացավ այդ ինֆորմացիային, պետք է ինքը ընտրություն կատարի, ինքը գործակալ է թե քաղաքացի, յուրաքանչյուր այդ կուսակցության աջակից եւ համակից եւ մասնակից եւ յուրաքանչյուր շտաբի աշխատակից պետք է հստակ ընտրություն կատարի, ինքը գործակալ է թե քաղաքացի, եւ ես հավատում եմ, որ նրանց մեծ մասը ընտրություն է կատարելու որպես քաղաքացիության օգտին, իսկ նրանք ովքեր ընտրություն կկատարեն գործակալության օգտին, ամենայն հարգանքով բոլոր միջազգային գործընկերների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից, բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից։ Այսօր հակակոռուպցիոն կոմիտեն ուրիշ ձայնագրություն է հրապարակել, որտեղ այդ նույն կուսակցությունը, այդ նույն կուսակցության շտաբում
տեղի ունենում խոսակցություն, որը բացահայտում է ընթացող քաղաքական process-ի ամբողջ բովանդակությունը։ Ինչ է ասվում։ Լսեք այդ մարդիկ, հիմա գիտեք, որ փող են բաժանում եւ փող բաժանելու դեպքերը բացահայտված են։ Առանձնահատկությունն է, որ այդ մարդիկ քաղաքացիներին փող տալը համեմատում են եւ զուգորդում են մարմնավաճառին տված փողի հետ։ Եվ նրանք այն գործարքը, որ այսօր անում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կամ փորձում են անել, զուգահեռ են անցկացնում մարմնավաճառի հետ տեղի ունեցող գործարքի հետ։ Եվ ամենավերջին անառակաբարո գործողության հետ են համեմատում։ Սա վիրավորանք է, կրկնակի վիրավորանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասցեին։ Լսեք, մենք հեղափոխությունից հետո, գիտեք ինչ, մենք թերություններ էլ ունենք, մենք սխալներ էլ ունենք, ժողովուրդ, ով է հրապարակում, որ ոչ թերություն ունի, ոչ սխալ, խնդրում եմ ձեռ բարձրացրեք էլի, չկա, ես էլ չեմ կարա ձեռ բարձրացնեմ, բայց տեղ գիտեք նրբությունը ինչի մեջ է, տեսեք, դուք բոլորդ համ սխալ ունեք, համ թերություն, չէ, ես էլ ձեզանից մեկն եմ, դրա համար է, որ ես էլ համ սխալ ունեմ, համ թերություն, որովհետև ես ձեզնից մեկն եմ, Եվ ստեղ առանձնահատկությունը, բայց էլ եմ ասում, հեղափոխությանը հաջորդած բոլոր սխալների եւ թերությունների հանդերձ չի եղել մի դեպք, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարձրագույն իշխանությունը դրվի կասկածի տակ, չի եղել ժողովուրդ ջան, ձեռքներները դրեք ձեր սրտերին, ասեք, ձեր տված մի ձայն կեղծվել է արդյոք, մի ձայն եղծվել է արդյոք, չի եղել եւ չի լինելու, որովհետեւ մենք ձեզնից յուրաքանչյուրին վերաբերվում ենք որպես Հայաստանի բարձրագույն տեր եւ բարձրագույն իշխանություն, մենք մեզ վերաբերվում ենք որպես ձեր կողմից վարձված աշխատող եւ մենք ասում ենք ցանկացած որոշում, որ դուք ցանկացած պահի կարող եք ինձ ազատել աշխատանքից, ժողովուրդ, ցանկացած պահի։ Ես այս մասին ընդ որում, ես դա չեմ կապել ընտրությունների հետ երբեք։ Ես ասել եմ Հայաստանի քաղաքացին, ես հեղափոխական ճանապարհով եմ եկել իշխանության։ Հայաստանի քաղաքացին որ պահին ուզենա, այն պահին էլ կանի հեղափոխություն։ Որ պահին ուզենա, որ ես չլինեմ Հայաստանի վարչապետ, նույն պահին ես չեմ լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև ձեզնից յուրաքանչյուրը բարձրագույն իշխանություն է Հայաստանում։ Եվ այսօր էլ ես ասում եմ, ընտրություններից հետո ով կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց կախված, թե ով կլինի վարչապետ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո, եւ ով այդ մարդը, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ելով կա այդ մեկ մարդկանցից, ով կա հրապարակում, ուզում եմ տեսնեմ ձեր ձեռները, ուզում եմ տեսնեմ ձեր ձեռքերը։ Բայց ես, որպես ձեր մանդատով, արդեն 8 տարի Հայաստանի Հանրապետությունը առաջնորդող մարդ, ձեզնից մեկը, ով ընտրվել է ձեր կողմից, Հայաստանի Հանրապետությունը առաջնորդելու, մենք անցել ենք իրար հետ շատ դժվարությունների միջոցով, ծանր փորձությունների միջով, ողբերգությունների միջով, տառապանքի միջով, դժոխքի միջով,
բայց այդ ամենով մենք անցել ենք եւ հիմա մենք Հայաստանը դարձրել ենք աշխարհի ծայրամասից աշխարհի կենտրոն պատերազմի խաչմերուկից խաղաղության խաչմերուկ աղքատության խաչմերուկից հուսալքության խաչմերուկից հույսի եւ լավատեսության եւ ուրախության խաչմերուկ եւ այս փաստի բերումով որ ես ինձ իրավունք եմ վերապահում ձեզ կոչ անել խնդրել հորդորել որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ գործեք հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց շատ կարևոր է արձանագրել թե ինչու են քվեարկում 16-ին որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չի կարող լինել իսկ քվեարկում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Սվերդլովին Լոռի Բերդին Լոռու մարզին Երևան մայրաքաղաքին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Սվերդլովին Լոռի Բերդին Լոռու մարզին Երևանին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը կեցե Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ եմ շատ